Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման ու ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-27 թվականների ռազմավարական ծրագիրը եւ դրանից բխող գործողությունները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ռազմավարական ծրագիրը մշակման բազմաթիվ փուլեր է անցել եւ ըստ էության նախատեսվում է, որ այն կլինի մեկ միասնական փաստաթուղթ, որտեղ կամփոփվեն ոլորտի բոլոր դերակատարների առջև դրված խնդիրները։ Մինչ ռազմավարական ծրագրին անդրադառնալը մանրամասներ են ներկայացվել աշխարհում եւ Հայաստանում թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի գործածման վիճակագրական տվյալները։ Նաեւ ընդգծվել է, որ ռազմավարական ծրագիրը թույլ է տալիս խնդրին առավել համապարփակ մոտեցում ցուցաբերել, քանի որ այն իր մեջ ներառում է նաեւ հանրային առողջապահության կոմպոնենտը։ Ես կարծում եմ ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի, որ մենք պատասխանենք մի հարցի. մեր հիմնական հարվածի ուղղությունը որտեղ է, որովհետև կա ներմուծում արտադրություն, կա տարածում եւ կա սպառում։ Մենք ինչքան խոսում ենք սպառողների մասին, բայց մինչդեռ ես կարծում եմ, որ մեր հարվածի ուղղությունը պետք է լինի ներմուծում արտադրություն։ Այսինքն մենք ավելի լավ է ոչ թե 4 օգտագործողի հետևից վազենք կամ տեկուս 10, այլ 4 ներկրողի հետևից վազենք, որովհետև եթե մենք 4 ներկրողի հարվածում ենք, մենք հարյուրավոր օգտագործողների զրկում ենք աղբյուրից։ Այս ամբողջ խնդիրը։ Այդ ներմուծում արտադրությունն էլ պետք է հասկանանք ինչը նկատի ունենք կոնկրետ։ Այս հարցին մենք պետք է պատասխանենք եւ մեր բոլոր քաղաքականությունները, եթե ընդունում ենք այդ ռազմավարությունը, պետք է կարգաբերենք այս տրամաբանությամբ։ Թե չէ հիմա բոլոր հնարավոր ուղղություններով վազելը մեզ ոչ մի բան չի տա։ Այս տրամաբանության մեջ մենք պետք է ուժեղացնենք սահմանային վերջին փոփոխությունները, ես համոզված եմ, որ էլի որոշակի արդյունք կտա։ Մեր կինոլոգիական ծառայության հզորացումը, որ մենք դա ենթադրում եմ ամենաէֆեկտիվ ձևն է, մենք ոչ միտեղ պետքա չվազենք։ Մենք պետքա սահմանային հսկողությունները ներմուծումը եւ գնանք գտնենք արտադրողներին։ Եվ պետքա դասակարգենք մեր ռազմավարության մեջ թմրանյութերը ըստ վտանգավորության։ Որն է առաջին թմրամիջոցը, երկրորդը, երրորդը, որպեսզի հետագայում նաև մեր իրավապահ համակարգի աշխատանքն է տենց գնահատենք։ Մենք ասենք, որ հարգելի իրավապահներ, հարգելի ոստիկանություն, հարգելի ազգային անվտանգության ծառայություն, քննչական մարմիններ, կենտրոնացեք էներգիան, կենտրոնացրեք պետական եկամուտների կոմիտե, էներգիան կենտրոնացրեք ներմուծումների եւ արտադրության վրա։ Որովհետեւ ինչքան շատ ստեղ հարվածենք, ստեղ միջին չափի հարվածը այն բանի գիշերային ակումբներում շատ մեծ չափի էֆեկտ է ունենալու։ Մենք առանց դա ֆիքսելու, այնտեղից շատ մեծ թվով կանխարգելելու ենք հոսքը դեպի շուկա։ Այսինքն իմ հանձնարարականն է հիմա այս քննարկման արդյունքում, որ մենք ամբողջ քաղաքականությունը փոխենք ներմուծում արտադրություն, 10 միավոր էներգիա ենք մենք ծախսում, ուրեմն 10 միավորն էլ ծախսենք դրա վրա։ Դատախազությունը ստացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ ՀԿ նախկին падգամավոր Ռուբեն Հայրապետյանի ենթադրյալ ապօրինի դիտարկվող մի քանի անշարժ գույքերի շուկայական արժեքների վերաբերյալ փորձաքննության եզրակացությունները։ Ըստ այդմ Հայրապետյանի Ավանի այս առանձնատունը գնահատվել է 1.5 միլիարդ դրամ, իսկ հարսնաքար ռեստորանային համալիրը 4.5 միլիարդ դրամ։ Գնահատված անշարժ գույքերի նվազագույն շուկայական արժեքներն արդեն իսկ գերազանցում են 7 միլիարդ ՀՀ դրամը։ Ընդհանուր առմամբ դատախազությունը նախկին պաշտոնյայից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է 7 անշարժ գույք, 3 մեքենա։ Բացի այդ, բռնականձման պահանջը ներկայացվել դատախազության կողմից շուրջ 6 միլիարդ ՀՀ դրամի չափով փոխառությունների պահանջի նկատմամբ 14 իրավաբանական անձանցում Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների ունեցած բաժնեմասերի նկատմամբ Իրավասում Արմինե Հայրապետյանից պահանջում են նաև շուրջ 17 միլիարդ դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ։ Հայրապետյանի ու նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ հայցը դատանում է 2023 թվականից, բայց դեռ նախնական լսումների փուլում է։ Այս նիստին Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալաքյանը մի քանի միջնորդություն ներկայացրեց, այդ թվում բացարձակ դատավորին։ Նախորդ նիստին դատախազությունը ներկայացրել է հայցի հիմքում դրված հաշվարկների աշխատանքային էլեկտրոնային թղթապանակը։ Ըստ փաստաբանի, սակայն դատախազությունը տրամադրել է պատճենը եւ պարզ չէ, ինչ բանաձևերով է
առաջնորդվել իրավասու մարմինը հաշվարկներ կատարելիս։ Նա միջնորդեց, որպեսզի դատանը դատախազությունից պահանջի տրամադրել բնօրինակը։ Դատախազությունն առարկեց նշելով, որ դա ապացույց գնահատվել չի կարող։ Դատանը լսելով կողմերին մերժեց միջնորդությունը, ինչից հետո փաստաբանը միջնորդեց հետաձգել նիստը, որ կարողանան պատրաստվել։ Այս միջնորդությունը դատանը եւս մերժեց, նշելով՝ ի սկզբանե երկշաբաթյա ժամկետ էր տրամադրվել հաշվարկներին ծանոթանալու եւ հարցերին պատրաստվելու համար։ Դատարանի մոտ հստակ տպավորություն կա, որ փորձում եք ձգձգել գործիքնությունը, հետևաբար դատարանը գտնում է, որ ձեր միջնորդությունը համապատասխան է իրավունքի չարաշահման, անհիմն է որոշում է այն մերժել։ Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը երրորդ միջնորդությունը ներկայացրեց, այս անգամ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Ավելի վաղ բանկից ենթադրյալ կեղծ քաղվածք տալու վերաբերյալ պատասխանողները հաղորդում են ներկայացրել, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Փաստաբանը միջնորդեց կասեցնել այս գործի վարույթը մինչև քրեական վարույթով եզրափակիչ ակտի օրինական ուժի մեջ մտնել է։ Այս միջնորդությունը փաստաբանը ներկայացրել էր նաև քննության սկզբնական փուլում։ Դատանը սակայն այն եւս մերժեց նույն հիմքով ներկայացնելու պատճառով, ինչից հետո փաստաբան Դալաքյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին։ Այս բացարկում մենք ներկայացնում ենք մի շարք հանգամանքներ, որոնք մեր կարծիքով ձեզ մոտ, նախագահ դատավորի մոտ կարող են ստեղծած լինել կանխական բացասական վերաբերմունք Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։ Մասնավորապես, տարիներ առաջ քննվել է ԻԵԱՆԴ 1463-0212 քաղաքացիական գործը, որով հայցվոր է եղել Հրանուշ Խարատյանը, պատասխանող Ռուբեն Հայրապետյանը։ Ըստ փաստաբանի Հրանուշ Խարատյանը դատավորի զոքանչն է եւ տարիներ առաջ քննվող գործով դատավորը որպես փաստաբան ներկայացրել է Խարատյանի շահերը, եղել Հայրապետյանի դատավարական հակառակորդը։ Բացի այդ, Խարատյանի հայցը դատարանները մերժել են։ Դատարանն այս միջնորդությունը եւս մերժեց։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։ Ներքին Սասնաշենի միջնակարգը գոյության երրորդ շրջանն է թևակողում։ Մոտ կես դար ապրած շենքը դեռ մասնակի կանգուն է, շուտով սա էլ ամբողջությամբ կապամոնտաժվի, պատմությունը կշարունակվի նորակառույցում։ Իրականացել են սեյսմիկ հետազոտություն նախկին դպրոցում եւ մասնագետները եկել են այն եզրանքման, որ ավելի նպատակահարմար է քանդել նոր դպրոց կառուցել։ Շինաշխատանքները բուռն ընթացքում են, երրորդ մասնաշենքի վերջին հարկի բետոնապատումն են իրականացնում, զուգահեռ կառուցում արտաքին պատերը։ Շինարարությունը սկսել են 2024-ի աշնանը, գործի մոտ 40%-ն արել են։ Տիպային դպրոց են կառուցում մոտ 280 աշակերտի համար։ Ներքին Սասնաշենի դպրոցում են սովորում նաև հարևան երկու գյուղերի երեխաները։ Նախատեսում են, որ 4 մասնաշենքն էլ կունենա ժամանակակից դպրոցներին հատուկ բոլոր պայմանները։ Ունենալու ենք 4 մասնաշենքից բաղկացած դպրոց։ Առաջին մասնաշենքում կտեղորվի տարական դպրոց է, երկրորդ մասնաշենքը վարչական ապարատը, լաբորատորիաներ կտեղակայվեն, հանդիսությունների դահլիճը վերջին հարկում, երրորդ մասնաշենքում կտեղորվի հիմնական եւ ավագ դպրոցը, մյուս մասնաշենքը մարզադահլիճն է, արևային կայանով հիմնականում միացված է լինելու օդափոխության համակարգերը, հզոր օդափոխության համակարգեր է նախատեսված դպրոցին։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ այսպիսի տիպային դպրոցներ են կառուցվում տարբեր մարզերում։ Այս պահին շինարարության տարբեր փուլերում գտնվող 19 դպրոց կա, շուտով կմեկնարկեն նորերի կառուցման մրցույթները։ Այս պահի դրությամբ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ շահագործման են հանձնվել 16 դպրոցներ, 15 մարզադահլիճներ կառուցվել են եւ հանձնվել են շահագործման, 11 մարզադահլիճներ վերակառուցվել են եւ հանձնվել են շահագործման, 15 մանկապարտեզներ են կառուցվել։ Պլանավորումը այնպես ենք իրականացնում, որ օգոստոսին հնարավորինս շատ դպրոցներ ավարտենք, հանձնենք շահագործման, որպեսզի երեխաները կարողանան սեպտեմբերի 1-ին այցելել նոր դպրոցներ։ Գնումների կազմակերպումից մինչև նախագծում, փորձաքննություն, շինարարության մեկնարկ ու ավարտական ակտի ձևակերպում, կոմիտեում մի շարք բարեփոխումներ են իրականացրել, որ ժամանակակից դպրոցաշինությունն ավելի արագ ընթանա, կրճատելով փաստաթղթային ձևակերպումների ժամանակահատվածը։ Արեցինք տիպային մի քանի տեսակի նախագիծ եւ դա դրեցինք մրցույթի։ Սա հնարավորություն մեզ տվեց տնտեսելու ժամանակ մոտավորապես 1 դպրոցի հաշվարկով միջինում 6 ամիս կախված տեղանքից, պայմաններից փոխեցինք կարգավորումները եւ հնարավորություն ընձեռնեցինք, որ համալիր փորձաքննությունը եւ շմակ փորձաքննությունը զուգահեռաբար իրականացնան։ Սա եւս բերեց միջինում 3 ամիս տնտեսում։
Այսուհետև շինարարության պատվիրատուն ու նախագծողը անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կարող են կատարել հենց շինհրապարակում։ Որոշ շտկումներ են իրականացրել նաև Բարձրաշենի միջնակարգ դպրոցի դեպքում։ Երեխաներն առայժմ հարևան գյուղի դպրոցում են սովորում, անհարմարությունները արագ կմոռացվեն, հենց որ սկսեն հաճախել ժամանակակից պայմաններով նոր դպրոցը։ Արդյունքում համայնքը կունենա ամբողջովին նոր նորմերին եւ ստանդարտներին համապատասխան դպրոցի շենք։ 4 մասնաշենք է, նախատեսված է 278 աշակերտի համար։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 1 միլիարդ 996 հազար դրամ։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ իրականացվող բոլոր ծրագրերը ֆինանսավորվում են միայն պետական բյուջեի միջոցների հաշվին։ Շուրջ 40 միլիարդ դրամի աշխատանքներ են կատարվել միայն քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ։ Եվ եւս 20 միլիարդ դրամ պլանավորվում է այս տարի իրականացվող աշխատանքների համար։ Կոմիտեում նախատեսում են պիլոտային ծրագիր իրականացնել, կիրառելով շինարարական նոր մոտեցումներ, կտնտեսեն եւ ժամանակը եւ գումարը։ 300 դպրոց կառուցելու ծրագիրն ամփոփելուց հետո դպրոցաշինությունը կշարունակվի այլ ծրագրերով։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը ի թիվս միջազգային այլ զարգացումների անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ եւս մեկ պատերազմ եւ անկայունություն։ Անկարան չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները հարձակվի Իրանի վրա։ Մենք չգիտենք, թե դա ինչի կարող է հանգեցնել, ասել է Հաքան Ֆիդանը։ Թուրք դիվանագետը հավելել է, իր երկիրը չի ցանկանում հակամարտել Իսրայելի հետ Սիրիայում։ Միևնույն ժամանակ նա մտահոգություն է հայտնել, որ ցահալի գործողությունները կարող են երկրում անկայունության պատճառ դառնալ։ Ռուսական ուժերը հերթական անգամ հարվածել են Կրիվոյ Ռոգին, տեղական իշխանության տվյալով հրթիռի թիրախում է եղել բնակելի թաղամասերից մեկը, որի մոտակայքում մանկական խաղահրապարակ է եղել։ Զոհվել է 19 մարդ, այդ թվում 9 երեխա։ Հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կան տասնյակ վիրավորներ։ Վնասվել են 30-ից ավելի բնակելի շենք, 6 ուսումնական հաստատություն, խանութներ, ենթակառուցվածքային օբյեկտներ, ավտոմեքենաներ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախնական տվյալով հարվածը հասցվել է բալիստիկ հրթիռով։ Ռուսաստանը հրադադար չի ցանկանում, ամբողջ աշխարհը տեսնում է դա։ Հարկավոր է ամրապնդել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը, ասել է նախագահը։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը։ ՌԴՊՆ-ն էլ հայտնել է, որ թիրախավորել են Կրիվոյ Ռոգի ռեստորաններից մեկը, որտեղ հանդիպել են ուկրաինացի հրամանատարները եւ արևմտյան հրահանգիչները։ Ըստ գերատեսչության հարվածի հետևանքով չեզոքացվել է 85 զինվորական եւ օտարերկրյա պետությունների սպա։ Ռուսական կողմը նաեւ հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ուկրաինական մոտ 50 ԱԹՍ է խոցվել Վորոնեժի, Բելգորոդի, Կուրսկի, Սամարայի, Բրյանսկի, Լիպեցկի, Օրիոլի եւ այլ շրջաններում։ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը, բողոքել, որ ռուսական կողմը վատ դիվանագիտությամբ է զբաղվում։ Նա պնդել է, հրադադարի համար չեն կարող լինել նախապայմաններ։ Իսկ կրակը դադարեցնելուց հետո կարող ենք խոսել ցանկացած ձևաչափով, տեղեկություններ ունենք, որ Վաշինգտոնը հրադադարի հասնելու վերջին փուլում է։ Ակնկալվում է, որ հակառուսական պատժամիջոցները կուժեղացվեն, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևն աշխատում է գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ, քննարկվում են դաշնակիցների հնարավոր մասնակցությունը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հզորացման գործում եւ ներկայությունը գետնին եւ օդում։ Նա մեկնաբանել է Ուկրաինայի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը, նշել, Միացյալ Նահանգների հետ ապրանքաշրջանառության ծավալն ընդամենը 3.5 միլիարդ դոլար է, ուստի ամերիկյան տուրքերը չեն ազդի ոչ Ուկրաինայի տնտեսության, ոչ էլ ռազմական մատակարարումների վրա։ Միացյալ Նահանգների նախագահը զրուցել է Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Թո Լամի հետ։ Քննարկվել են օրերս երկրի դեմ սահմանված ամերիկյան մաքսատուրքերը։ Դրանք կազմում են 46% եւ պետք է ուժի մեջ մտնեն ապրիլի 9-ին։ Հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտնել է, որ Հանոյը կձգտի վերացնել ամերիկյան ապրանքների համար գործող մաքսատուրքերը, եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում կհանդիպի Վիետնամի իշխանության ներկայացուցիչների հետ։ CNN-ը գրում է, որ Վաշինգտոնը մաքսատուրքերը մեղմելու հարցով բանակցություններ է վարում նաև Հնդկաստանի եւ Իսրայելի հետ։ Լրագրողների հետ զրույցում էլ Դոնալդ Թրամփը գոհունակություն է հայտնել, որ տարբեր երկրներ կապվում են ամերիկյան կողմի հետ, ինչն առաջատար դիրք է ապահովում Միացյալ Նահանգների համար։
Երբ սիսյանցիներին հարցնում ես, թե ինչ դժվարություններ է առաջացնում համայնքում դիահերձարան չունենալը, միանգամից հիշում են 2023-ի դեկտեմբերի բուքն ու Գորիս տանող ճանապարհի փակվելը, որի հետևանքով 10-ից ավելի թաղումներ հետաձգվել էին։ Սիսյանի դիահերձարանի շենքն արդեն պատրաստ է, բայց դեռ չի գործում։ Տեղացիներն ասում են, դա առաջնային լուծում պահանջող խնդիր է։ Մեր մոտ մեկը մահանում է, կարող է եւ շատ աղքատ մարդինի կամ հնարավորություններ չունենա, այդ մարդուն տանում են Գորիս։ Գորիս գնալ գանել այսօր մեծ ծախսերի հետ կապված, ասենք թե Սիսյանը քանի տարի ընդհանրապես չունի դիահերձարան, որ ցույց ասեմ երևի 10 տարի, եթե ոչ ավելի։ Մարդիկ դեղություն են քաշում, տանում են հասնում են Գորիս դիահերձարանում, հերձում են, այդքան ավելորդ ծախսը անում են, հետ են բերում Սիսյան նոր թաղում։ Պատկերացրեք ինչքան դժվար, ասենք թե ցանկացած մարդու համար, ոչ թե մենակ, ասենք թե Սիսյանցու համար, նաև հաշվի որ գյուղերից են մարդ մահանում։ Հələ Սիսյանը հասկացանք, որ Սիսյանից Գորիս 40 կիլոմետր կտանեն կբերեն, բայց մնացած 60, 70, 80, 100 կիլոմետր, դա լրիվ ծախսերի հետ կապված բան է, որը Սիսյանը 10 տարուց ավելի չունեցել։ Դիահերձարան կարիքը շատ անհրաժեշտ է մեր Սիսյանի պայմանների համար, Սիսյանի համար, որովհետև նախ առաջի հերթին ժողովուրդը այն բանում չեն ապրեն, պայմաններով չեն ապրում, որ ինչ-որ լավ է, մի վատ բան ելելու դեպքում էլ այսքան տեղը նորից բուծում են անում, հասցնում Գորիս։ Սիսյանում լինելու շատ անհրաժեշտ է, դիահերձարան պետք է Սիսյանում լինի, գործի, որպեսզի ժողովուրդը կարիք չունենան, հասցնեն Գորիս։ Շենքը պատրաստ է, կահավորման աշխատանքների ավարտից ու լիցենզիայի տրամադրումից հետո կգործի դիահերձարանը, ազատելով սիսյանցիներին հարազատի մարմինը Գորիս հասցնելու լրացուցիչ հոգսից։ Դիահերձարանը Սիսյանում բժշկական ծառայություններն ամբողջացնող շենքային համակարգ ունենալու ծրագրի մաս է։ Կառուցվում է նոր բժշկական կենտրոն, եվրոպական չափանիշներին համապատասխան եւ մեր կառավարության ռազմավարական ծրագրի շրջանակներում նոր բժշկական կենտրոն, որը ունենալու է 44 մահճակալ հզորությամբ հիվանդանոցային մաս, ունենալու ենք ամբուլատոր պոլիկլինիկական մաս, դիահերձարան, ունենալու ենք շտապօգնության ծառայություն եւ անհետաձգելի բժշկական օգնության ծառայություն, բուժօգնության ծառայություն։ Շենքի կառուցումը զուգորդվում է անձնակազմի համալրմամբ։ Անիկ Գրիգորյանը վստահեցնում է Սիսյանի բժշկական կենտրոնը նախընտրելի աշխատավայր է լինելու երիտասարդ մասնագետների համար։ Ունենալու ենք ժամանակակից բոլոր սարքավորումները եւ կարծում եմ դա եւս կնպաստի, որպեսզի մեր բուժառուները տեղում ավելի մաչելի, ավելի որակյալ ծառայություն ստանան եւ այլևս անհրաժեշտություն չլինի մեկնելու մայրաքաղաք համապատասխան բուժօգնություն ստանալու։ Իհարկե, այստեղ կարեւոր է նաեւ մեր նեղ մասնագետների, մեր բժշկական անձնակազմի համալրումը, որի ուղղությամբ եւս մեծ աշխատանքներ ենք տանում։ Կառույցները սեյսմակայուն են, նորագույն բոլոր չափանիշներին համապատասխան, նշում է Աշխեկը, անդրադառնալով նաև հիմնափոսը լցված մեծաքանակ ջրին։ Աշխատանքների 87% արդեն կատարված է, մնում է հարդարման աշխատանքները եւ բարեկարգման։ Փոսորակը փորելուց ջրի մեծ զանգված կուտակվեց, մենք ջրահեռացման դրենաժային համակարգ ստեղծեցինք եւ ջուրը ամբողջությամբ տեղափոխեցին գետ, որոտան գետ։ Նոր բժշկական կենտրոնը 5500 քառակուսի մետր մակերեսով հսկայական շենք է։ Այն ամբողջությամբ պատրաստ կլինի այս տարվա 3-րդ եռամսյակում։ Այստեղ ունենք վարձի մթերներ, դոշակի երեսներ, բիաս մթերի տեսականիներ։ Արցախցի Գոհար Գևորգյանն անկողնային սպիտակեղենի եւ խոհանոցային պարագաների արտադրությունը սկսել է անցյալ տարվա մայիսից։ Գեղարքունիքի Արծվանիստ գյուղում հաստատված ընտանիքին կարի արտադրամաս հիմնելու գաղափար տվեց շենբարեգործական կազմակերպության Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագիրը։ Ամուսնուս ասեցինք, միասին որոշեցինք, հետո քանի որ գյուղում 2 արցախցի էինք, այդպես մեզ համար ավելի հարմար էր, հեշտ ընտրեցինք, հետո 2 այս արցախցիներով որոշեցինք 3-րդ տեղացուն ընտրել միասին։ Ծրագրի պահանջով բիզնես խումբը ձևավորվել է 2 արցախցի եւ 1 տեղացի ընտանիքներից։ Միասին հարմար տարածք են գտել, կահավորել ծրագրով ստացած կարի մեքենաներով եւ անհրաժեշտ սարքավորումներով։ Առաջին անհրաժեշտության կտորեղենը ձեռք են բերում դարձյալ ծրագրի աջակցությամբ։ Կանայք կարով են զբաղվում, տղամարդիկ ապրանքի իրացման հարցերով։
Սա խմբի բոլոր անդամներին բերեց հավելյալ գումար վաստակելու, ընտանիքը ապահովելու միջոց, քանի որ գյուղի պայմաններում, շրջաներում, գյուղերում այդպես աշխատանք չկա։ Իսկ այսպես արդեն աշխատանքի տեղեր բացվեցին, ես դպրոցում եմ աշխատում, բայց համատեղում եմ դրա հետ միասին, երկուսը մեկում աշխատում եմ, փորձում եմ, ստեղծում եմ մեր երեխեքի համար, կյանքը շարունակվում է։ Կարի արտադրամասին գյուղի բնակիչներն արդեն ծանոթ են։ Պարտադիր չէ մեծածավալ պատվերներով գան։ Կարի հետ կապված նույնիսկ ամենափոքր անհրաժեշտության դեպքում դիմում են։ Բոլորը գալիս են, մեկը շալվարի տակ է կարճացնում, մեկը հագուստ է այդպես կարճացնում, նեղցնում։ Եթե մի փոքր գործ է լինում, էլի գալիս են, խնդիր չէ, մեծ սիրով բոլորին ընդունում ենք, վերցնում ենք պատվերներ գյուղից, վերցրել ենք 9-րդ եւ 12-րդ դասարանի աշակերտների հագուստները կարել ենք մենք։ Խումբն արտադրամասի գործունեությունն ընդլայնելու հեռանկար ունի։ Քայլ առ քայլ ավելացնում են կտորեղենի եւ արտադրանքի տեսականին, շուկայի պահանջներին համընթաց լինելու համար։ Այս տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակների համար շրջանառության հարկի դաշտում գործող առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողներն աջակցություն կստանան։ Ծրագրի նպատակը շրջանառության հարկի համակարգի վերանայման անցումային փուլում տնտեսվարողներին աջակցելն է։ Շրջանառության հարկի դրույքաչափը 5%-ից դարձել է 10%, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ ծախսերի մասով նվազեցումների չափը ևս փոխվել է, 4%-ից դարձել է 9.5%։ Եվ քանի որ 2024 թվականին կատարված ձեռքբերումների մասով շրջանառության հարկից նվազեցումն արդեն կատարվել է 4%-ի չափով, այդ ապրանքները 2025 թվականին իրացնելիս կառավարության սահմանած 6 ամսյա անցումային փուլում տնտեսվարողները կկարողանան աջակցություն ստանալ։ Տնտեսվարողը կարող է ստանալ աջակցություն վճարված շրջանառության հարկի գումարի եւ առևտրական գործունեության մասով եկամուտների 5%-ի տարբերության չափով։ Բացի այդ, տնտեսվարողը կարող է ստանալ լրացուցիչ աջակցություն վճարված շրջանառության հարկի գումարի եւ իրացման շրջանառության 1.5%-ի չափով, եթե ունի մինչեւ 2025 թվականը կատարված ձեռքբերումների մասով հարկի գումարից չնվազեցված եւ փոխանցված գումար։ Սակայն պետք է հիշել, որ լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել այդ փոխանցված գումարի 1.375 պատիկը։ Դիցուկ, եթե առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողն այս տարվա առաջին եռամսյակում 900,000 դրամի եկամուտ է ստացել, ունի 100,000 դրամի չափով ծախսեր եւ 20,000 դրամի չնվազեցված հարկի գումար, ապա շրջանառության հարկն այս պահին գործող դրույքաչափով կկազմի 60,500 դրամ։ Աջակցության գումարը կհաշվարկվի վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի եւ եկամտի 5%-ի տարբերության չափով, կազմելով 15,500 դրամ։ Բացի այդ, տնտեսվարողը որպես լրացուցիչ աջակցություն կկարողանա հետ ստանալ նաև շրջանառության հարկի եւ իրացման շրջանառության 1.5%-ի տարբերության չափով գումար, բայց այդ գումարը չպետք է գերազանցի չնվազեցված հարկի գումարի 1.375 պատիկը։ Արդյունքում ընդհանուր աջակցության գումարը կկազմի 43,000 դրամ։ Ծրագրից օգտվելու համար տնտեսվարողն էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնելու հարկային մարմին։ Առաջին եռամսյակի համար դիմումը պետք է ուղարկել մինչև մայիսի 10 ներառյալ, երկրորդ եռամսյակի համար մինչև օգոստոսի 1 ներառյալ։ Դիմումին կից տնտեսվարողը ներկայացնելու է նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։ Որպեսզի տնտեսվարողը օգտվի աջակցության ծրագրից, պետք է բավարարի մի քանի չափանիշների։ Մասնավորապես 2024 թվականի ընթացքում պետք է իրականացրած լինի առևտրական գործունեություն։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչպես նաև 2025 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների ընթացքում պետք է հանդիսացած լինի շրջանառության հարկ վճարող եւ վճարած լինի այդ եռամսյակների մասով առաջացած շրջանառության հարկի գծով պարտավորությունները։ Բացի այդ, պարտադիր պայման է նաև, որ տվյալ եռամսյակում շրջանառության հարկի գումարը գերազանցի առևտրային շրջանառության 5%-ը կամ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով ունենա շրջանառության հարկի գումարից չնվազեցված ու փոխանցված գումար։
Ապրիլի 1-ին քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Գորիսի Յոլյան Նրբանցքի 56-ամյա բնակչի մասին էր։ Ըստ տեղեկության վերջինս տանը պահում է ապօրինի զինամթերք, մեծ քանակությամբ մարիխուանա, բացի այդ աճեցնում է թմրաբույսեր։ Ստացված տեղեկությունները փաստաթղթավորվեցին եւ փոխանցվեցին նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի եւ նախաքննական մարմնի ծառայողները նույն օրը զննեցին 56-ամյա տղամարդու տունը։ Արդյունքում հայտնաբերվեց ընդհանուր 3 կիլոգրամ 300 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի բույսեր, պայթուցիչով նռնակ եւ 5.6 մմ տրամաչափի 50 փամփուշտ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած, գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի, մասնավորապես ռուբլու փոխանակում առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։ Խարդախության սխեման հետևյալն է. հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին եւս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին եւ արտարժույթ փոխանակել ցանկացող անձին, որին հանցավորը նախապես ասած է լինում, թե ինքն իբրև շատ զբաղված է եւ գումարը կվերցնի իր մտերիմը, նկատի ունենալով վարորդին, որը առևտրի կենտրոնի տարածքում կփոխանակի գումարն ու կվերադառնա։ Ուստի անհրաժեշտ է գումարը տալ նրան ու սպասել ավտոմեքենայում։ Վարորդը վերցնում է փոխարկվող գումարը, մտնում է առևտրի կենտրոն եւ չի վերադառնում։ Խարդախից ուղակում հայտնված անձը թանկարժեք ավտոմեքենայում սպասելով չի էլ մտածում, որ դա վարձույթով վերցված է, կամ էլ վարորդն էլ ամենևին էլ հանցավորի մտերիմը չէ։ Այսպիսով քաղաքացին չի ստանում իրեն հասանելիք գումարը, մնալով ձեռնունայն։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք կատարել արտարժույթի փոխանակում միայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային գործակալների միջոցով, խարդախության զոհ չդառնալու համար։ Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման գործում էական նշանակություն ունի բնակչության մոտ ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերումն ու արգելավումը։ Պատահական չէ, որ իրավապահ մարմինները մշտական ուշադրության կենտրոնում են պահում այս գործը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների վերջին բացահայտումներն էլ անկասկած ունեցել են նաեւ կանխարգելիչ նշանակություն։ Ապրիլի 2-ին բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ 38-ամյա տղամարդը ապօրինի պահում եւ կրում է զենք զինամթերք։ Տվյալն իրացվեց կենտրոնականի համայնքային ոստիկանների հետ համատեղ։ Նույն օրը ժամը 23:45-ին տղամարդը հայտնաբերվեց Երևանի Ամիրյան Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ Range Rover մակնիշի մեքենայում։ 38-ամյա տղամարդը, վարորդը եւ ելի մեկ ուղևոր զենք զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվեցին եւ ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին կենտրոնական բաժին։ 38-ամյա ավանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փամփուշտով լիցքավորված Մակարով տիպի ատրճանակ եւ ծալովի դանակ։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած նույնաբովանդակ մի օպերատիվ տեղեկություն էլ իրացրել էին Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների հետ։ Մարտի 27-ին ժամը 19:35-ին մայրաքաղաքի 16-րդ թաղամասի բակերից մեկում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել էին 25-ամյա երիտասարդն ու իր 20-ամյա նշանածը եւ Mercedes մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել Մաշտոցի բաժին։ 20-ամյա աղջկա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 8 փամփուշտով լիցքավորված Մակարով տիպի ատրճանակ եւ կանեփանման զանգված, իսկ 25-ամյա երիտասարդի մոտ կար մոխրացած հետքերով կաթուծիչ։ Երկու դեպքով էլ ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։